Ինչ է ստացվում, այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, շատ ավելի մեծ մասշտաբներով ինքն է անում։ Նկատի ունեմ ընտրությունների կեղծում, բռնաճնշումներ։ Մեր տեղամասում ընտրախախտում չի եղել, բայց ընդհանրապես Հայաստանի մասշտաբով իհարկե եղել է անիրավի խախտողություններ, անիրավի ընտրություններ։ Ես կոչեմ։ Հետո ինչ որ հայտարարեց կաշառք են տվել մնացած ընդդիմությունների իբր թե ղեկավարները, լիդերները, ես օրինակ ինքս ընտրել եմ ու մորուսեցել եմ իմ մտոք, բայց ես ոչ մի կաշառք չեմ վերցրել ու ես իրան կխնդրեմ այդ ղեկավարին նման արտահայտություններից զերծ մնա, ժողովրդին չզրպարտե։ Ես ինքս փող չեմ վերցրել, ոչ էլ փողի խաղապար է եղել, ոչ էլ առաջարկություն է եղել, ամոթ չէ։ Ինչի սուտ կխոսա։ Պարզ է, որ հավասար պայմաններում չէր, ընտրությունները իր սկզբանե իմ կարծիքով կեղծված է, երբ չկա հավասար պայմաններ մասնակիցների համար, որ ներկայանան։ Դուք մի հատ մի պատկերը, որ հմեկը տարին 12 ամիս մի խումբ մարդկանց միջոցով է միայն կառավարվում ու նրանք են ներկայանում հասարակությանը, բայց այդ կողմից մարդիկ է կամ մենակ 1-2 անգամ են ամեն մի 5 տարի մեկը առիթ ունենում, որ այդտեղ հայտնվեն։ Ուրեմն ինչ հավասար պայմանների մասին կա։ Ընտրությունները կեղծված գործընթաց է ի սկզբանե։ Ընտրությունները կեղծ էր ինձ գտվա որ ձայնագողություն եղավ հաստատ։ Որ Նիկոլ Փաշինյանն ասում էր ես ձեռս կկտրեմ քվեք չեմ կողանա, կամ իշխանությունների նախկիններին մեղադրում էր ինքը արա։ Ախսակո ասելա ხო չի արել։ Եվ որ արեց նոր։ Ինչը։ Ձեռը կտրել է։ Հիշում եք, որ 1996 թվականի ընտրություններին, երբ ասում էին, եթե ընդդիմությունը 100% ձայնել ստանա, իշխանությունը չենք տալու։ Արդյոք նույնը չի Փաշինյանի արածը, որտեղ տվյալները չհրապարակած ինքն իրեն հայտարարեց հաղթած։ Չեմ կարող ասել նույնը, թե ոչ, բայց մինչև ընտրության վերջնական արդյունքների կամ նախնական ամփոփումը որևէ բան հայտարարել, ասել կարելի է, բայց հարցի առնելով որ դու նաև գործադիր իշխանության տնօրենն ես, իհարկե ճիշտ չէր։ Իհարկե ճիշտ չէր, բայց մարդը վստահ էր, որ արեց, ուրեմն ինչ իմանամ։ Իհարկե իր այդ խոսքերը абսուրդ էր, ինքը ինչ գիտեր հələ ընտրությունները տեղամասերը հաշվարկ կենեն, ինքը արդեն հայտարարեց, այդ նույնը հայտարարեց նաև 15 զինվորները, երբ որ մահացան, առավոտ կանուխ լույսը բացված, բենզին են լցել, դու ինչ գիտես, բենզին են լցել, երբ որ դեպքը գիշերն էր եղել, մի խոսքով ինքը ստախոս է։ Ցավը նրանում է, որ եթե մարդիկ, ինչպես ասած, սովոր են ամբողջատիրական համակարգերին, այդպես արտահայտությունները կհնչի եւ ընդունելի էլ կլինի։ Եվ կարևոր չի էլ արդեն, երբ որ մարդիկ, որ ստրուկ են կամ շքատիրական համակարգում են ապրել, դրանց քվեարկությունը ընդհանրապես անարժեք է։ Երկու կողմից ճիշտ մասնիկներ կա այդ խոսքերի մեջ։ Բայց այդ ժողովուրդն է պետք է ցույցա, որ այդ մարդը սխալվել է, այդ ձև չի։ Մինչև որ չեն կարող այդ ցույց տալ։ Հենց այդ բանն է աշխատում։ Մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանը իրեն հայտարարեց հաղթած։ Հələ հեչ բան չեղել, ինքը իրան հաղթած կհամարի։ Ինչ էր եղել, հեչ բան էլ չէր եղել։ Ինչն էր պարզ հեչ բան չկար, ինքն իրան հաղթած համարեց, չգիտեմ։ Բան չի հաղթած համարեց, ինչ էր ուզում դրանով ասել։ Ես գուցե թերի ելնեկը կդրե առաջն է։ Վստահ էր իր զեղծարարության վրա, որպես արտահայտվավ։ Հեչ բան պարզ չէ, ինքը արդեն իրան կշնորհավոր է, հաղթանակը տարել է։ Մի կոպեկ չարժի մասնագետը, կոպեկ չարժի ուղեղը, զրը են բոլորը, կարևորը վերոնցից եմ, ԿՊ-ի մասին է խոսում։ Ես աշխատել եմ հիմնարկում, որտեղ և դաշնակցական է եղել, և հայշական է եղել, և կոմունիստ է եղել, այս աշտան ռեպրեսիա չի եղել, չկար պես բան։ Ինչ հայտարարեց, ինչ հայտարարեց, որ ատորը պահել իրա, հույս տվավ էլի, որ ընդոնց աշկը վախեցն է կամ բան, լրիվ, ընդիմատիրի աշկ է վախեցնում ընդիմությանը, բան, ինքը ամեն ինչին տունակ էլի, ամեն ինչի, ինչ է, մի խոսքով, ինչ ես դիմեք, ինչ կայլի, սա դա խոսք կեղծարար, ինչ բե իր ատորը
չթողնա մեր ուրիշի չզիջի բայ քաղցր բան էլի սխալ է ինչ իմաստ կար հայտարարել անցար հեպորանցեր եւած պարսկերը վար էլի այդ իրա երևի սխալն էր որովհետեւ այմի ինչ-որ խնդիրներ է առաջ գալիս հետո իրա հենց դրա ասելու հետևանքով մի կասկածում են կամ ինչ-որ ինչպես է այնպես է եղել Նիկոլ Փաշինյանն սուտասան մարդ է, ուրիշ ոչի բան։ Այդ կարամ ասել։ Հողերը հազող մարդ է։ Սխալ է, չէ։ Ինքը չի հաղթել, ինքը իրան բան է Սամվել Կարապետյանի ձայները սա գողացել է տարել է։ Ինքը սաղին է դատապարտում է, բայց իրան պետք է դատապարտեն։